բջջային շնչառություն։ Ինչպես տեսնում եք, մենք ունենք բջջային շնչառություն թեմայի վերաբերյալ նպատակներ, որոնք ծրագրել եւ ունենք վերջնարդյունք։ Մենք հաջողության կհասնենք, եթե մենք այդ նպատակները կարողանանք իրականացնել եւ ունենանք վերջնարդյունք։ Որտեղ լինելու մեր այդ քայլարշավը։ Առաջին, մենք պետք է 7-րդ դասարանում անցած վեկույթից կրկնենք բջջային շնչառություն թեման եւ տեսնենք դուք ինչ եք հիշում այդ թեմայից։ Եկեք նայեք էկրանին եւ փորձեք մեկնաբանել, ինչ եք տեսնում։ Խմբերում կարող եք արտահայտել միայն ձեռքերով ձեր բարձրացնել։ Մենք ինչ եք տեսնում նկարի մեջ։ Բջջային շնչառություն։ Մենք տեսնում ենք բջիջ։ Էկրանի վրա պատկերված բջիջը 3D մոդելով այդ նույն սեղանի վրա գտնվող բջիջն է, որը ունի տարբեր օրգանոիդներ։ Նկարի մեջ մենք տեսնում ենք, որ բջիջը որ գազն է ընդունում։ Տեսեք։ Մուտք է գործում բջիջ թթվածինը եւ անցվածի գազը։ Հաջորդ նկարում դուք տեսնում եք ծաղկավոր բույսերի շնչառություն։ Շատերը կարծում են, որ բույսերը ֆոտոսինթեզ կատարելիս կլանում են թթվածին, արտազատում են ածխաթու գազ արտազատումից թթվածին, բայց իրականում բույսերը շնչում են նաև թթվածին, ոնց որ մնացած կենդանիները եւ արտազատում են ածխաթու գազ։ Հիմա դուք կարող եք հարցնել, բա ինչի համար են ասում, որ բույսերը հարստացնում են մթնոլորտը թթվածով, եթե եկեք նույն ձևից շնչում են թթվածին եւ արտազատում են ածխաթու գազ։ Կարծեք այդ հարցը, հետաքրքիր հարց։ Բույսերը ֆոտոսինթեզ կատարելու ժամանակ 30 անգամ ավելի շատ կարմիր սլակներով ցույց տալիս եւ շնչառության եւ ֆոտոսինթեզ process-ը։ Այստեղ դուք ինչ եք տեսնում, կարող եք մեկնաբանել նկարը։ Ջրային կենդանիներ։ Ինչպես են շնչում ջրային կենդանիները։ Խրիկներով։ Ինչ թթվածին են իրանք շնչում H2O-ի մեջ եղած թթվածինը, թե ջրի մեջ մուծված թթվածինը։ Ապրեք շատ։ Հոդվածոտանիների շնչառությունը իրականացվում է հատուկ անցքերի միջոցով, մենք սա նկարիչ ունենք, եւ երկկենցաղների սովունների շնչառությունը իրականացվում է մաշկով, որովհետեւ նրանց թոքերը շատ թույլ են։ Զարգացած իրանց ալոմները շատ քիչ են։ Մենք այդ թեմաների շուրջ 7-րդ դասարանում, 8-րդ դասարանում, այժմ մենք ասում ենք բջջային շնչառություն, որը ավելի բարդ է, մենք ներկայացնում ենք քիմիական ռեակցիաների ձևով։ Ֆոտոսինթեզի ընթացքում ինչ է առաջանում։ Դուք նաև մուտք գործող նստանները եւ նաև մուտք է գործում ինչ է։ Ածխաթու գազը արտազատում է ինչ եւ գլյուկոզ, չէ՞։ Շատ լավ։ Այստեղ տեսնում եք նյութափոխանակություն։ Այստեղից սկսվում է մեր այսօրվա դասը։ Եվա դասնենք, հետո դες խմբային աշխատանք կտամ, դուք կսովորեք։ Պլաստիկ փոխանակություն կամ ասիմիլյացիա։ Ինչ եք հասկանում այդ տերմինները ասելով։ Ինչ որ բան հիշում եք։ Նոր դասից է, դուք կարող եք լսածներ հեռուստատեսությունից, տարբեր գրքերից, տեսանյութերից, ինչ գիտեք այդ տերմինների վերաբերյալ։ Եթե չգիտեք, նոր դաս ֆորմալ է։ Կամ ինչ գիտեք էներգետիկ փոխանակության ու դիսիմիլյացիայի մասին։ Չգիտեք ինչ գիտեք։ Անորգանական նյութերից օրգանական նյութեր են սինթեզ։ Լավ բլի ձեր բարձրացնեք։ Անսապնի։ Ավտոտրոֆները անօրգանական նյութերից օրգանական նյութեր են սինթեզ։ Ապրել շնորհակալ։ Էկրանի վրա ինչ հացույց տրված։ Հույս։ Եք կարող եք ասել, որ հույսեր ավտոտրոֆ են։ Այո։ Ինչ կարող եք ասել հելիոտրոֆների մասին։ Ձեր բարձրացնեք հաստատեք։ Ասեք Մարի։ Հետերոտրոֆ օրգանները սնվում են պատրաստում նյութերով, հետերոտրոֆ օրգաններից են կենդանիները, սնկերը,
Եվ այլ։ Եվ բացերիալ։ Եվ բացերիալ։ Հիմա մարդու նկարը չկա, մարդ հետերոտրոֆ է, թե ավտոտրոֆ է։ Պատրաստում եք հետերոտրոֆ է լինելու։ Ինչ եք տեսնում։ Այսպես սլայդի վրա։ Ո՞վ կարող է ասել։ Էներգիայի փոխանակություն։ Ճիշտ է։ Հիմա իմ հարցերի պատասխանեք։ Հաստացնի օքսիդը, որտեղից է մուտքը գործում հույս։ Հույսի ո՞ր մասով։ Տերևների միջոցով։ Ջուրը որտեղով է մուտք գործում։ Արմատներով։ Կանաչ սլայդի վերևը ինչ է գրված։ Վերջնանյութերը ինչեր են համարվում։ Մենք այդ թվացին մեջ չէ շնչառության պրոցեսում։ Նայում ենք հակադարձ սլաքին, ինչ է բջջային շնչառության ժամանակ ինչ է անհրաժեշտ։ Այս դեպքում արդեն վերջնանյութը հանդիսանում է ոսոր սկզբնային։ Ինչն է քայքայվում բջջային շնչառության ժամանակ։ Նայեք, այս սլաքը որտեղից որտեղ է գալիս։ Օրինակ ես տեսնում եմ, որ գլուկոզը քայքայվում է։ Ճիշտ է տեսնում։ Առաջանում է ջուր եւ ասվածքի օքսիդ։ Այդ ամինաթթուները մեր բջիջներում քայքայվում վեր են ածվում առանձին մասերի, հետո մեր օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցները նույն ամինաթթուներից պատրաստվում են։ Հասկացա՞ք։ Հիմա առանձին վերցրած այս 3 հատը ինքը կոչվում է մեկ սպիտակուց, սա կոչվում է պոլիմեր։ Իսկ սրանք առանձին կոչվում են մոնոմեր։ Այս առանձին վերցրած սպիտակուցը կոչվում է պեպտիդ կամ սպիտակուցի մոլեկուլ, իսկ առանձին վերցրած մի հատը կոչվում է ամինաթթու։ Ամինաթթուները միավորում առաջանում են սպիտակուցներ։ Առահանեցի, սրա տեղ մի ուրիշը բերեցի, այս երկուսը օգտագործվում է, բայց այս երրորդը, որը ուրիշ ամինաթթու է, լրիվ ուրիշ սպիտակուց առաջացնում։ Այն որ եղավ ման, այն եղավ այն կովի սպիտակուցը, բայց որ այս մեկը արդեն սրից պոկեցիք մի ուրիշը դրեցիք, դա եղավ մեր հատուկ սպիտակուցը։ Հետաբար մեր օրգանիզմը բոլոր սննդարար նյութերը ճեղքում քայքայում է եւ պատրաստում է այն պրոդուկտները, ինչ որ հատուկ են մեր սեփական բջիջները։ Բնական նյութերը քայքայվում են, ճեղքում են, այդ երևույթը կոչվում է էներգետիկ փոխանակություն։ Սա հայկական տարբերակով ուրիշ դրականություններում կարող է հանդիպել, նաեւ դիսիմիլյացիա։ Իսկ այն երևույթը, երբ որ մեր բջիջները մեզ հատուկ սպիտակուցները կառուցում են, դա կոչվում է պլաստիկ փոխանակություն կամ կոչվում է ասիմիլյացիա։ Պլաստիկոս սեփեր քանդակել բառից առաջացել, հիմա դուք տեսնում եք, որ ես կարող եմ 5 տարր վերցնել այբուբենից ու այդ 5 տարով պատրաստել տարբեր տեսակի բառեր, չէ՞։ Այդ ձեր 5 ամինաթթուներից կարող են տարբեր սպիտակուցներ առաջանալ, որոնք կծառայեն տարբեր նպատակների համար։ Կարողանում եք ճեղքել, քայքայել ու նորից կառուցել, կոչվում է նյութափոխանակություն։ Հետաբար նյութափոխանակությունը կազմված է երկու փուլից՝ ասիմիլյացիայից եւ դիսիմիլյացիայից։ Ու շատ կապ գոյություն ունի այդ երկու գործառույթների միջև, եթե էներգետիկ փոխանակությունը չլինի, նյութերը չքայքայվեն, չի կարող նոր նյութեր առաջանալ։ Պատկերացրի, եթե ես ձեզ տալիս եմ տառեր, դուք պատրաստում եք, կտրտում եք այդ բառը, առանձին տառեր եք պատրաստում, հետո կարող եք դուք այդ առանձին տառերից ձեր ցանկացած բառը պատրաստել։ Էկրանից երկու տարբեր նկարների տեսեր։ Ինչ կարծիք ունեք։ Ինչպես կարող եք ասել, ինչի համար է ցուցադրված էմիսիացի։ Ֆոտոսինթեզը ցերեկովալի բջջային շնչառությունը գիշերում է լինում։ Ինչ նյութափոխանակություն է կատարում ֆոտոսինթեզի դեպքում։ Ինչ է կլանում հույսը ու ինչ է արտազատում։ Ճիշտ է։ Բջջային շնչառության ժամանակ ինչն է կլանում եւ ինչն է արտազատվում։ Այո, ասֆալտի գազը։ Արտազատվում է գլուկոզը։ Այո, արտազատվում է նաեւ գլուկոզը։ Այստեղ մենք տեսնում այդ գազերը կարող լինի շնչառության ժամանակ թթվածին եւ կարող լինի նաեւ ինչ։ Անում ենք տերմինները ավտոտրոֆ կոչվում են այն օրգանիզմները, որոնք պատրաստում են օրգանական նյութեր։ Հետերոտրոֆ կոչվում են այն
Ես մի խումբը ինչ է ոչ եք կազմում։ Նյութափոխանակությունը ինչ է կոչվում։ Ձեր կոչում, ձեր բարձրացվեք։ Ուրիշ նյութ ստանալու։ Նյութերի եւ էներգիայի Փոխանակությունն է ես ներկայացնում, որոշակի նյութեր մուտք են գործում բջիջ, որոշակի նյութերը ապրես։ Այսինքն ինչ պետք է սինթեզի օրգանիզմ, որը կդառնա պլաստիկ։ Կարա՞ք ասեք այդ օրգանական նյութերը։ Այլև սպիտակ Ապրեսների, այո, ֆոտոսինթեզը եւս պլաստիկ է։ Ինչ է նշանակում էներգետիկ փոխանակություն, ինչի համար է ծառայում դա։ Էներգիա ստանալու համար բառը մեզ հուշում է, բայց մենք սնունդը երբ որ ընդունել ենք թթվածնի մասնակցությամբ ճեղքում են ավելի պարզ միացությունների, ինչ է կոչվում էներգետիկ փոխանակություն։ Այրով նշանակում է շատ միավերջին օրգանիզմ, այրովը Թթվածնի հետ կապվածով կարող է ասել։ Այրովը երբ պայծանում է բջիջի միկրոօրգանիզմի մեջ, առարկան ճեղքում է, ամենի այրովից առաջանում է 2600 կիլոջոուլ էներգիա, որի 60%-ը ցրվում է եւ դառնում ջերմություն, իսկ 40%-ը պայծառվում է։ Պայծառվում է եւ ցրվում է։ Այրովից եւ Բառնում կգրենք նյութ առաջադրելուց հետո, երբ որ ժամանակ կտրամադրվի ձեզ սովորելու համար, ու հարցազրույցների միջոցով իմանալ ինչ եք սովորել, վերջում մենք այս դերին մասում, անցյալում, ինչ ենք մենք սովորել այս դասի ընթացքում։ Հարց, լսում եք խմբերը, կամ որ կուզենայիք իմանալ շնչառության մասին, ինչ կուզենայիք իմանալ, կարող եք արտանայվել, հետո կգրենք, ինչ որ բան կուզենայիք, ավելի իմանալ։ Այդ կանաչների մեջ երևում չէ, որ մի հատ կանաչը հաջորդը դեպքն է։ Այդ կանաչներում մի հատ արագ գրեք խմբերով, ինչ կուզենայիք իմանալ։ Եթե քննարկի խմբերը, չի կարող ես ասել։ Կանոններից, որոնցից յուրաքանչյուր կատարում է որոշակի գործառույթ։ Մենք կատարում ուսումնասիրել, որ օրգանոիդ ինչ գործառույթ է կատարում, բայց այսօր մենք կենտրոնանում ենք երկու կարևոր օրգանոիդների վրա։ Քլորոպլաստներ, որտեղ կատարվում է ֆոտոսինթեզը, եւ միտոքոնդրիոններ, որտեղ իրականացվում է բջջային շնչառությունը։ Այն թթվածինը, որը շնչուղիներով անցնում է դեպի մեր հյուսվածքները, դրանք թթվածինը սպառվում է, այրվում է, այսպես ասած, օքսիդանում է այնպիսի հատ օրգանոիդներում, որը կոչվում միտոքոնդրիոն։ Եթե չլինի այս միտոքոնդրիոնները, մեր սնունդը, որը ընդունել սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, նուկլեինات ընդունել, երբեք չեն ճեղքի, մեզ էներգիա չեն։ Այսինքն, եթե այս ուզեր, եթե միտոքոնդրիոնները հանեն, բջիջը այլևս գործել չի կարող։ Հիմա տեսնենք կոնկրետ այդ օքսիդացման process-ը, որը որ կոչվում է թթվածնի միջոցով օքսիդացում, ինչ է իրենց ներկայացնում։ Նայեք, մենք մի հատ օրինակ ենք քննարկում, ընդունել ենք ինչ-որ կենդանու միս։ Արդյոք այդ միսը մեր օրգանիզմի համար պիտանի է։ Լրիվությամբ նույն կառուցվածք ունի ինչ-որ մեր օրգանիզմի միսը։ Ինչ կարծիք եք։ Ոչ։ Միսը սպիտակուց է, համաձայն եք։ Հիմա, սա այն մսի կտորն է, որը ընկել է մեր ստամոքս։ Բայց մեր բջիջները տեղ չունեն, որպեսզի մուտք գործի։ Ինքը պետք է մանրացվի, փոքրացվի։ Հիմա, սա սպիտակուցը կոչվում է մակրոմոլեկուլ կամ մեծ մոլեկուլ, որը պետք է այսպես կտրատվի, փոքր մոլեկուլների վերածվի, որպեսզի մտնի բջիջ։ Ոնց որ այդ Ռուբենի 36 տառերից 100,000-ավոր բառեր են ձևավորվում, եւ ամեն բառ ունի իմաստը։
Այնպես է 20 հատ ամինաթթուներ կան, որոնք երբ որ մուտք են գործում բջիջ, տվյալ օրգանի համապատասխան սպիտակուցը պատրաստվում է, կառուցվում է։ Հասկացաք ո՞նց։ Հիմա այն երևույթը, երբ որ ես այդ սպիտակուցի մոլեկուլը մասնատետից փոքր մասերի վերածեցի, այդ դրանից ներկայացնում է էներգետիկ փոխանակություն։ Կատարեք խմբերում եւ ձևավորող գնահատում եք մենք այսօր իրականացնելու։ Առաջին կետը նոր նյութի բացատրություն պատասխանել առաջադրված հարցերին 4 միավոր։ Հաջորդը համագործակցություն խմբերում 1 միավոր, կարգապահություն, ցածրաձայն խոսք 2 միավոր, ստեղծագործական մտածողություն, գծապատկերների, աղյուսակների կամ գրաֆիկի կառուցվածք ևս 2 միավոր, խրախոսանքի միավոր խմբում, եթե ուսիչը տեսնում է, որ կազմակերպող կա, համակարգող կա, ավելի ակտիվ մասնակից կա 1 միավոր, երկուգանային միավոր, երբ որ կտեսնենք պասիվ աշակերտ կա, կհանենք 1 միավոր։ Դրանով դուք կարող եք ինքնագնահատում իրականացնել։ Որ օրգաններում են ավտոտրոֆ, ավտոտրոֆները անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզացնում Էներգիական շնչառողության փուլերը նախապատրաստական, անթթվածային և մորայլ։ Այո, շնչառություն։ Այն տեղի ունենում է բջջի էներգետիկային միջոցառում օրգանիզմում, որի ընթացքում շնչում են, վերցնում են զբաղին և արտաշնչում են արտացնող։ Դրեք պլաստիկ փոխանակության օրինակներ, սպիտակուցների սինթեզ և ֆոտոսինթեզ։ Մենք հարցում Իգե Դանիելը, մենք հարցում ենք, ոչ եք պատասխանել։ Մենք հարցում ենք Ոչ եք պատասխանել, որ բջջում է ուժգին ընթանում պլաստիկ փոխանակության ռեակցիաները։ Բջջում ուժգին է ընթանում ռեակցիաները սպիտակուցի շնորհիվ։ Ես խմբի անդամները հիմա ասում եք, ես սովորեցի, ինչ եք սովորել, բարձրացան, ընթերցեք լսեք։ Ես այսօր սովորեցի, թե ինչ է էներգետիկ փոխանակությունը։ Ես ձեզանից սովորեցի, թե ինչ է ավտոտրոֆը, հետևատրոֆը, նյութափոխանակությունը և այլն։ Ես սովորեցի, որ բջջային շնչառությունը բաղկացած է 3 փուլերից։ Սովորեցի ինչպես է շնչառությունը տարբեր կենտրոնի օրգանիզմներում։ Ես սովորեցի տարբերել հետերագրով ավտոտրոֆից և իմացել ինչ է պլաստիկ փոխանակություն։ Սովորեցի նյութի փոխանակության տեսակները, բջջի շնչառության 3 փուլերը, ավտոտրոֆը և հետևատրոֆը։ Սովորեցի, թե ինչպես է իրականացվում բջջային շնչառությունը տարբեր իրավիճակներում, տարբեր նյութերի մարմիններում։ Սովորեցի արևոտ շնչառության մասին, որ այն տեղի ունենում բջջի էներգետիկային միջոցառում օրգանիզմում, որի ընթացքում բնավորում է հոդվածի և անդադում ավտոտրոֆ բջջի և այակի մոլեկուլում պայթավորված էներգիա։ Սովորեցի, որ անաերոբ և բազմաբջիջ օրգանիզմների պատմություն ենթարկվում են հետագա ձեռքբերումների։ Սովորեցի, թե ինչպես է բջիջը ստանում էներգիա, ինչպես է օգտագործում այդ էներգիան և որտեղից ստանում այդ էներգիան։ Սովորեցի ինչ է բջջային շնչառությունը, էներգիական փոխանակությունը և իր փուլերը։ Սովորեցի էներգիական փոխանակության փուլերը։ Մենք ունենք վերջնարդյունքի այսպիսի կետ։ Սովորողը պետք է կարողանա գնահատել ֆոտոսինթեզի և բջջային
կառավարության կարևորությունը։ Կարևորությունը գնահատում եք։ Այո։ Եթե ֆոտոսինթեզ չլինի օրգանական նյութեր չառաջանան, այդ օրգանական նյութերը չեն կարող ճեղքել։ Առավոտվա սնունդը օգտագործվում է որպես էներգիա մինչև 5-րդ, 6-րդ ժամ։ Դրանից հետո մեր էներգիա սպառվում է։ Որովհետև այդ գլյուկոզը ճեղքում առաջանում է ջուր եւ ածխածնի օքսիդ։